ուզում եմ այս դրվագը պատմեմ ու չեմ ուզենա կտրեք այս դրվագը, երբ որ ես Մոսկվայում էի, սամալյոտից երբ որ վեհափար կոչվածը եկավ ու պետքա հետ դառնար, քանի որ իրանց ինքնաթիռները չի ստուգվում, մեծ քանակությամբ, ես չեմ վախենա այսի բարձրաձայն ասելուց, մեծ քանակությամբ նարկոտիկներ ինքը իր հետ բերել է Հայաստան եւ գրեթե այս ունեցվածքի կեսը ինչին որ ինքը հասել է հենց այդ իր բառիկության շնորհիվ, իսկ կնամոլ լինել, կնամեծար լինելը, կարծում եմ այտենց քաղաքացի չկա Հայաստանի Հանրապետությունում եւ դուրս, որ չիմանա ինքը ինչ կերպար է ու մենակ ինքը չէ, այն որ իրան գնում են թաղումներ են անցկացնում գումարով, գումարի թիվ են քննարկում, նմանատիպ մարդիկ չեն կարա այս եկեղեցին գնզավթեն ու իրանց շնորհիվ էլ այսօր հազարավոր քաղաքացիներ մայրաթոր չի ուզում ոտք դնի, որ դրանց նման կերպարներին չտեսնի։ Ու ես հիմա կարծում եմ, որ հեղափոխությունը ոնց արեցինք միասնական, չհաշված էս մանր մուներ իրանց հաշված իրանց, մենք այսօր իրական արդար ժողովրդով պայքարելու ենք, հասնելու ենք նրան, որ այո, ինքը այս եկեղեցի այլևս կարգալույծ եղած հալով ինքը ստեղ ոտք չդնի։ Միանշանակ, ես ասում եմ հեղափոխությանն էլ հույս չկար, որ Սերժը կհեռանա, բայց ինքը հելավ ասեց դուք ճիշտ եք, ես սխալվեցի։ Նույնը անելու է ինքը, եթե չանի, ժողովուրդը համախմբված իրան հեռացնելու է, ինքը ստեղ չի մտնելու։ Իրա նման ստոր կերպարը այս եկեղեցին չի պղծելու, մենակ ոչ այս եկեղեցին, բոլոր եկեղեցականները։ Իդեպ մեր ընկերներից մեկի բնակարանը եկեղեցականներից մեկի կեղծ ստորագրությամբ էին ձեռքից վերցրել, մեր ընկերներից մեկը հիմա այդ գործով դատը շահեց եւ տունը հետ վերադարձրեց։ Ամեն դեպքում ի՞նչն է Ինձ թվում է իրան արդեն զվյոզդը կներեք արտահայտությունանց համար տարել է, զվյոզդը տարած անձնավորություն է ինքը դրա համար էլ հիմա, չգիտեմ, այս թափթփուկներ մի քանի որ ունի ինքը փողով եկած, սպասում է երևի, որ, չգիտեմ, իրան ինչ-որտեղ առաջ տանեն, բայց չի լինելու, որովհետև ժողովրդի մեծամասնությունը արդեն իրանցից այն կարգի կուշտ է, որ ոչ ուզում է անունները լսի, ոչ ուզում է տեսնի, ոչ մի բան իրանց հետ կապված չի ուզում, իրանք հեռանալու են օր առաջ։ Միանալու տարբերակ միանշանակ, եթե մի բանի շուրջ գրերեք, մի բանի շուրջ արդար ժողովուրդը միանշանակ հասնելու է իր նպատակին եւ ցանկության, իսկ մեր նպատակը եւ ցանկությունն է, որ Դավաճան Գարեգին Բ կոչվածը Կտրիչ Ներսիսյանը օր առաջ այս եկեղեցին ազատի իր կեղտոտ արարքներից եւ քայլերից։